Պետեկամուտների կոմիտեն հանցավոր սխեմաներով վառելիքի ներկրման փաստ է բացահայտել Իրանից Հայաստանը ներմուծվում ավիակերոսին, որի իրացման վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում տեղեկություններ չեն եղել։ Պարզվել է, որ քաղաքացիներից մեկը դրածո անձանց միջոցով ստեղծել է 9 ընկերություն եւ դրանց միջոցով Իրանից զգալի ծավալի ավիավառելիք է ներմուծել եւ իրացրել Հայաստանում։ Նշված 9 կազմակերպություններից 3-ը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ հաշվետվություններ, իսկ 6-ը ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ։ Պետությանը պատճառվել է շուրջ 870 միլիոն դրամի վնաս։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ, նախաքննությունը շարունակվում է։ Մուլտիստոունի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության մոտ։ Նրանք պահանջում են հանդիպել քննիչի հետ եւ պարզաբանում ստանալ ձեռնարկության հետագա ճակատագրի վերաբերյալ։ Աշխատակիցների խոսքով արդեն ավելի քան 11 օր է ընկերության աշխատանքը դադարեցված է, իրենք չեն ստացել աշխատավարձները եւ հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Բողոքի մասնակիցները փորձել են հանդիպել քննիչի հետ, սակայն հանդիպում չի կայացել։ Իրավապահ մարմինները շարունակում են իրականացվող գործողությունների շրջանակում ընթացակարգային աշխատանքները։ Մեկ օրում ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 168 հանցագործություն, որոնցից 3-ը նախկինում կատարված։ Գրանցված դեպքերի թվում են 64 դեպք առանց համապատասխան իրավունքի տրանսպորտային միջոց վարելու, 16 մարմնական վնասվածք պատճառելու, 14 ֆիզիկական ներգործության, ինչպես նաև խարդախության, հոգեկան ներգործության, փաստաթղթերի կեղծման եւ այլ հանցագործություններ։ Բացահայտվել են նաև գողության, խուլիգանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, պաշտոնյական չարաշահումների եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 16 հետախուզվող, զենք զինամթերք կամավոր հանձնելու գրանցվել է 1 դեպք։ Վերջին 1 օրում հանրապետությունում տեղի է ունեցել 15 ավտովթար, զոհվել է 2 մարդ, եւս 19 ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ամենքային ոստիկանության աշխատակիցները մի շարք համայնքներում բացահայտել են կանեփի ապօրինի աճեցման եւ թմրամիջոցի պատրաստման դեպքեր։ Չարենցավանում, Վաղարշապատում, Մարմավիրում, Գյումրիում եւ Եղեգնաձորում իրականացված զինությունների ընթացքում հայտնաբերվել են ընդհանուր 516 կանեփի բույս, ինչպես նաեւ 12.13 գրամ չորացված կանեփանման զանգված։ Որոշ դեպքերում քաղաքացիները խոստովանել են, որ կանեփը աճեցրել են թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Բոլոր փաստերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն։ Վայոց ձորի պատմամշակութային արժեքներից մեկը Շատիվանքի վանական համալիրը վերականգնման նոր փուլում է պետական ֆինանսավորմամբ այս տարի իրականացվում են Սուրբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի եզակի որմնանկարների ամրակայման եւ մաքրման աշխատանքներ։ Վերականգնման անհրաժեշտությունը պարզվել էր 2024 թվականի մշտադիտարկումից հետո, երբ արձանագրվել էր համալիրի վթարային վիճակը։ Մասնագետների մանրակրկիտ աշխատանքի արդյունքում մաքրվել են տարիների ընթացքում կուտակված մրի եւ մոմի շերտերը եւ բացվել են որմնանկարների գույներն ու նուրբ զարդանախշերը։ Շատիվանքի պեղման, ամրակայման եւ վերականգնման ծրագիրը շարունակվելու է նաեւ առաջիկա տարիներին։ Խոսրովի անտառ պետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդներից մեկը կրկին հետաքրքիր կադրեր է արձանագրել։ Այս անգամ տեսախցիկը ֆիքսել է գորշ արջին իր ձագերի հետ։ Կադրերում երևում է, թե ինչպես է արջը հանգիստ շրջում անտառային տարածքում ձագերի ուղեկցությամբ։ Նման տեսարանները վկայում են, որ արգելոցում պահպանվում են վայրի կենդանիների բնական կեսամիջավայրն ու բազմացման համար բարենպաստ պայմանները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։